սրանք էլ իրանց պատիժը կստանան։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, որ 8-րդն էր ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակում, դեռ չի հստակեցնում։ Վերցնում է մանդատն ու գնում նորընտիր ազգային ժողով, թե շարունակելու է իր ձեռքում պահել հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ անպայման այդ մասին բոլորի այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ։ Մանդատ վերցնել չվերցնելու հարցը դեռ չի քննարկել Գյումրիի արդեն 10 ամիս Կալանավայրում գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, բայց հավաստիացնում է, որ Ղուկասյանը եւս Կալանավայրից հայտարարություն կտարածի։ Դեռ այդպիսի քննարկումներ չեմ ունեցել պարոն Ղուկասյանի հետ։ Անկամ եթե որոշվի, որ ինքը ազգային ժողով է գործուղվելու, քաղաքական վախեր ու պատրանքներ չունի։ Իհարկե գիտի, որ կարող է իշխանության թիրախում ավելի ուշ նաև Կալանավայրում հայտնվել։ Այս երկրում խոցելի մարդ չկա, այրուզներից հետ խոցելի են։ Կոմունիստական կուսակցությունից Գյումրիի փոխքաղաքապետ ընտրված Առաքելյանը դեռ չի շտաբում ինքնաբացարկի դիմումներ կայացնել։ Աներոջ Վարդան Ղուկասյանի հուլիսի 17-ի դատավարությանն է սպասում։ Սպասում ենք, տեսնենք Ինչին եք սպասում։ ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիռ կայանա եւ պարոն Ղուկասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։ Չնայած քաղաքացիական պայմանագիրն անընդհատ փորձում է կառավարման ճգնաժամ առաջացնել Գյումրիում ու բոյկոտում է ավականու նիստերը, հանրապետության երկրորդ քաղաքի ընդդիմադիր ավականին հաջողել է նիստ գումարել։ Մեր քաղաքը դաշինքից կրկին ավականու մանդատից հրաժարվող է եղել։ Մանդատը մեկից մյուսին փոխանցելով են ընդդիմադիր 4 խմբակցությունները պայքարում, որ Փաշինյանի քաղաքական թիմը չկարողանա իշխանության անցնել Գյումրիում։ Ալեքսանդր Սարգսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։